Ինչու չի ստացվում բժիշկ, դեղատուն այս կոմունիկացիան էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման։ Ընդունել ենք այնպիսի օրենքներ եւ ենթաօրենսդրական ակտեր, որ ամբողջը բերել է իրար, բերել է մեզ հասցրել է տուպիկի, բերել է մեզ պատի առաջ է կանգնացրել։ Բժշկական հաստատությունների բժիշկներից հարցրեք, եղբայրները, հարգելիներս, ինչու չեք գրում դեղատոմս։ Հիվանդությունը կա, բուժող դեղը չկա։ Հիվանդությունը կա, բուժող դեղը կա, բայց քանի որ գրանցված չի կարող նշանակել։ Չի կարող նշանակի ինքը էլեկտրոնային տեսքով։ Դեղերը արդեն փորձաքննություն անցած դեղեր են, անհայտ ծագման չեն, ինչ որ մեկի պատվալում չեն սարքվել։ Անհասկանալի նամակ են գրում տվյալ ընկերությանը, այդ ընկերությունը ինչ նամակ է։ Ինչի մասին է խոսքը։ Բազմիցս խնդիրները հատ առ հատ կետերով ներկայացվել է, թե առողջապահության նախարարություն, թե կառավարություն։ Հիմա ԵԱՏՄ-ում գրանցված է շուրջ 8500 անվանում դեղորայք։ Ինչու այդ դեղորայքը, Հայաստանում չեն ճանաչում։ Գուցե նախարարությունը ավելի լուրջ է վերաբերվում մեր առողջությանը։ Միգուցե, պետք է բարձրաձայնել, բարձրաձայնել։ Ինչպես է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունում քաղցկեղի դեղերը 3 անգամ գրեթե թանկ են, քան կողքի հանրապետությունում։ Կովիդի ժամանակ, երբ որ սկսեցին ազատ թույլատրել անհրաժեշտ դեղերի քանակությունը 22-23 թվականներին, շուկան աշխուժացավ դեղերի եւ անգամ գները բավականին իջավ։ Բավականին։ Հիմա նորից թանկացում է։ Հիմա նորից թանկացավ, հիմա ավելի է թանկանալու։ Համակարգը ընդհանուր չի գործում, վերջի վերջո չի գործում։ Չնայած շատ հեշտ է լուծել, ասում եմ, ազատակացնել է։ Բարև ձեզ, ես Անին եմ։ Մեդֆորումում խոսելու ենք էլեկտրոնային դեղատոմսերից։ Իմ հյուրը իրավաբան, անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արտուր Խաչատրյանն է։ Բարև ձեզ, Արտուր ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվել եք մեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ինչու չի ստացվում բժիշկ, դեղատուն այս կոմունիկացիան էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման։ Դեղերը վաճառվում են երկու տեսքով։ Առանց դեղատոմսի եւ դեղատոմսը, դա օրենքով է գրված կառավարության որոշմամբ եւ դա գործում է տարիներ շարունակ, միշտ կա բոլոր երկրներում։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը, երբ որ ցանկանում է անցնել համապարփակ ապահովագրական ծառայությունների ընդհանուր, դրանց ճյուղերի ամենակարևոր բաղկացուցիչ մասը նաեւ հանդիսանում է դեղերի ապահովումը։ Ըստ էության դեղերն պետք է ապահովվեն էլեկտրոնային դեղատոմսով, քանի որ այդ ամբողջ համակարգն է էլեկտրոնային կառավարմամբ, դա։ Եվ կառավարությունը 24 թվականի փետրվարի 29-ին ընդունեց որոշում, որ 470 անվանում դեղորայք պետք է արդեն իսկ իրականացվեր էլեկտրոնային դեղատոմսով, իսկ մնացած 2100 կամ 2090 անվանում դեղորայքը հետագային թողվել էր, որ 25 թվականի հունվարի 1-ից մտներ ուժի մեջ, բայց ստացվեց այնպես, որ հետաձգում էին մինչև 27, բայց արդյունքում հետաձգեցին մինչև հուլիսի 1, 25 թվականի, այսինքն 4 ամիս հետո անկախ ամեն ինչից Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող դեղատոմսով դուրս գրվող դեղերը բոլորը պետք է դուրս գրվեն էլեկտրոնային դեղատոմսով։ Հիմա ինչի չի ստացվում։ Չի ստացվում մի քանի պատճառով։ Առաջին, դա համակարգը մինչ ներդնելը չեն ուսումնասիրել ամբողջ շուկան։ Շուկանի նկատի ունեմ դա բուժ հաստատություններն են, բժիշկներն են, դեղատներն են, դեղագործերն են, ամենակարևոր ֆակտորը, նաև դեղերը։ Չեն ուսումնասիրի ինչ կար, ոնց եւ այլն։ Վերցրել են սովորական ցանկը, որը որ այսօր հրապարակված չի 470 անվանում, եւ այդ ցանկի դեղորայքը պետք է էլեկտրոնային կարգով բժիշկները դուրս գրեն։ Ինչ է տեղի ունենում։ Ինչու չեն դուրս գրում այնուամենայնիվ բժիշկները։ Կառավարության որոշումը ուժի մեջ մտնելուց հետո շատ կարճ ժամանակում, մոտավորապես երևի 15 օր, այսինքն մարտի 1-ից մինչև մարտի 15-20-ը ինտենսիվ բոլոր միջոցներով բոլորին հորդորում էին, բժիշկներին, դեղագետներին, բոլորին հորդորում էին, որ այս եղած իրավիճակը այնպես անեն, որ աշխատի։
Բժիշկները փորձեցին գրեցին եւ այն ժամանակ նույն նախարարությունը հայտնեց, որ օրական դուրս է գրվում միջինը 10000 անվանում էլեկտրոնային դեղատոմս, հա, բայց դա տևեց ընդամենը մի 4-5 օր։ Դրանից հետո հասկացան բժիշկները, որ չեն կարող դուրս գրել։ Ինչու չեն կարող դուրս գրել, որտեղ մեկ հատ դեղատոմս էլեկտրոնային դուրս գրելու համար իրանք պետք է մի մեծ գործընթաց անցնեն։ Չհաշված տեխնիկական հագեցվածությունը, որ պետք է ունենան բժիշկները իրանց սենյակներում, բուժ հաստատությունը ունենա իր ամբողջ հագեցվածությունը, դա կապ չունի Երևանում է, թե Ծայրամասում է, մարզերում է, կապ չունի, բոլոր տեղերը պետք է ունենան։ Դրա պատճառով բժիշկը պետք է կարողանար դուրս գրել էլեկտրոնային դեղատոմս։ Դուրս գրելու համար պետք է այդ պացիենտի ամբողջ պատմագրությունը ներբեռներ այդ համակարգի մեջ։ Համակարգը իրենից ինչ է ներկայացնում։ Համակարգը մի ծրագիր է, որտեղ ըստ էության ներբեռնված է Հայաստանի Հանրապետության բնակչության, հա, քաղաքացիների տվյալները, անձնագրային բազա, լավ, այդպես ասենք, եւ բժիշկը կամ հաստատությունը, երբ որ պացիենտը գնում է բուժ հաստատություն, պետք է արդեն սկսեն ներբեռնել տվյալ պացիենտի հետ կապված բժշկական անհրաժեշտ տվյալները։ Եվ որևէ հիվանդություն բուժելու համար պացիենտը պետք է անցնել ամբողջ գործընթացը։ Ինչ է դա իրանից ներկայացնում։ Պետք է, օրինակ, անգինայի համար պետք է մտներ թերապևտի մոտ։ Թերապևտը արդեն այդ ժամանակ պետք է նշանակի երևի թե լաբորատոր քննություն, որպեսզի լաբորատոր անալիզներից տեսնեն այրան մեջ եւ այլն ինչ խնդիրներ կա։ Այդ ժամանակ կարող է ուղարկի այլ բժշկի մոտ, օրինակ էնդոկրինոլոգի մոտ, որպեսզի վերջինս տվյալ քաղաքացու հետ կապված իր դիրքորոշումը հայտնի։ Այդ ամբողջ փաթեթը հավաքելուց հետո նույն թերապևտը այդ ամբողջը պետքա լրացնի այդ համակարգի մեջ։ Նոր վերջում ենթադրաբար մասնագիտորեն դուրս գա այն դեղի վրա, որը որ անհրաժեշտ է տվյալ պացիենտին նշանակի։ Նշանակում այդ ամբողջ գործընթացը, որը նախկինում տևում էր մի քանի րոպե, ինչու էր մի քանի րոպե տևում, որովհետև պացիենտը գնում էր բժիշկի մոտ, ասում էր անգինա եմ, բժիշկը մասնագիտորեն ելնելով հասկանում էր, ասում էր լավ, այս սա է ցավում, էս է լինում եւ այլն, ինքը արդեն գիտեր թե ինչ պետքա նշանակի։ Նշանակում էր թղթային տարբերակի վրա, տալիս էր պացիենտին, պացիենտը գնում էր դեղատուն տվյալ դեղը առնելու։ Իսկ այս պարագայում այդ ամբողջը պետքա լրացնի, դրանից հետո նորից նույն անվանում դեղորայքը պետք է էլեկտրոնային դուրս գրի, բայց այդտեղ նորից կա բայց։ Ինչու՞մն է բայցը։ Շատ բժիշկներ տիրապետում են դեղորայքի ընդլայնված ամբողջ ցանկին, ինչը որ Հայաստանի Հանրապետությունում եւ աշխարհում շրջանառվում է։ Այսինքն այդ պահի դրությամբ այդ պացիենտին անհրաժեշտ է օրինակ ինչ-որ X անվանումով դեղ, որը ինքը գիտի դեղատանը կա եւ այդ դեղը նշանակում է։ Էլեկտրոնային դեղատոմսի ժամանակ ինքը չի կարող անվանումով նշանակի, ինքը նշանակում է ազդող նյութով, որպիսի գնան եւ դեղատնից տվյալ ազդող նյութով դեղը գնեն, բայց արի ու տես պացիենտը գնում է եւ տեսնում է, որ այդ ազդող նյութով դեղատանը օրինակ դեղը չկա։ Կամ նույն բժիշկը ցանկանում է այդ դեղը ներբեռնել, բայց այդ դեղը չկա մեզ մոտ, գրանցված չի։ Ինչ պետք է անի այդ ժամանակ։ Չի գրում։ Այսինքն հիվանդությունը կա, բուժող դեղը հիվանդությունը կա, բուժող դեղը կա, բայց քանի որ գրանցված չի կարող նշանակի։ Չի կարող նշանակի ինքը էլեկտրոնային տեսքով, բայց ամենից ինքը գիտի, որ քանի որ անհրաժեշտություն կա, ասում է դեղատներում կա օրինակ, չգիտեմ, որևէ դեղ, որը որ տվյալ պահին դեղատներում կա, բայց ցանկում չկա։ Հա, բայց միևնույնն է այդ պացիենտը հաստատ ձեռք է բերելու այդ դեղը։ Խնդիրը հենց է դա։ Տարբեր միջոցներով, բայց ձեռք է բերելու։ Միայն միևնույնն է, այո, ձեռք է բերելու։ Խնդիրը հենց դրա մեջ է, որ բժիշկը այնուամենայնիվ փորձում է գրել, այսինքն ինչ է տեղի ունենում, բժիշկը պետք է էլեկտրոնային կարգով դեղատոմսը դուրս գրի, որի համար ինքը ծախսելու է առնվազն 30-ից 40 րոպե, հա, բայց հետո դուրս գա, որ պացիենտը գնում է դեղատուն եւ այդ դեղը չի կարողանում գտնի։ Իսկ սովորական դեղատոմսի վրա գրելով, սովորական նկատի ունեմ թղթային տարբերակով, պացիենտը գնում է դեղատուն եւ այդ դեղը առնում է։ Սովորական ձևով։ Կամ սկսում է ման գալ եւ գտնել եւ առնել։
Լավ, եթե ընդունում ենք, որ այս բային խնդիրը դեղորայքն է, հա, ցանկը, որ ընդլայնված չէ։ Կա տարբերակ այս խնդիրը լուծելու։ Ինչի՞ չի լուծվում այդ խնդիրը։ Մեզ մոտ ցավոք սրտի երևի թե վերջի 6-7 տարիների ընթացքում ընդունել ենք այնպիսի օրենքներ եւ ենթաօրենսդրական ակտեր, որ ամբողջը բերել խճճել է իրար, բերել է մեզ հասցրել է տուպիկի, բերել է մեզ պատի առաջ է կանգնացրել։ Այսինքն մեր ընդունած օրենսդրական դաշտով մենք մեզ տարել ենք դեպի պատին ենք կանգնացրել։ Հայաստանի Հանրապետությունում ասում են պետք է վաճառվի, շրջանառվի, կիրառվի գրանցված դեղերը։ Գրանցված դեղերը ընդամենը 3200-ատ են, եթե չեմ սխալվում, ընդամենը։ Բայց անհրաժեշտ է մոտ 8000-9000 անվանում դեղ, որպեսզի մարդկանց բուժեն։ Բայց յարի ուտես մեր մոտ 3000 անվանում է գրանցված։ Ավելին այդ գրանցված դեղերի մոտ մի 30-40%-ը չի էլ ներմուծվում։ Չի էլ ներմուծվում։ Հաստատի չունենք այսինքն դեղորայքը։ Չկա։ Շատ քիչ անվանում են։ Նայում ենք ճիշտ է ամեն ինչ, պետքա գրանցված դեղով բուժում միանշանակ։ Բայց մյուս կողմից դեղորայքը չկա։ Խնդիրը ո՞նց է լուծվում։ Լավ, մյուս պետությունները կամ չգիտեմ, հաստատ փորձը գոյություն ունի, կարծում եմ։ Ինչի՞ չեն կարողանում այս խնդիրը լուծել։ Հենց այդ օրենսդրական դաշտի պատճառով մեզ մոտ բերեց ամեն ինչը խնդրի։ Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ 2015 թվականից Հայաստանի Հանրապետությունը նաև ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական միության մեջ է։ Եվ այդ պարագայում պետք է գոնե մեզ մոտ շրջանառվեր ԵԱՏՄ կարգով գրանցված դեղերը։ Արեք տեսեք, որ դա էլ չի իրականացվում։ Դա էլ չի իրականացվում։ Մեզ մոտ ասեմ նաև, որ իմ հաշվարկներով ամենաթանկ գրանցվող սակագներն են, հա, դեղերի հետ կապված, այսինքն հիմա արդեն պետական турք է, հա, բայց ամենաթանկն է։ Համեմատած Ռուսաստանի, համեմատած նույն Բելարուսիայի կամ Ղազախստանի հետ ստացվում է արդյունքում ամենաթանկը։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում ներմուծվող դեղերի 90%-ը, դաժե ավելին, ներմուծվում է։ Շրջանառվող 90%-ը ներմուծվում է։ Մնացածը արտադրվում է Հայաստանում։ Անկախ ամեն ինչից, որպիսի դեղը ներմուծեն, պետք է գրանցված լինի։ Հիմա գրանցված դեղերի քանակը այնքան քիչ է, որ չեն կարողանում ապահովեն բուժման համար անհրաժեշտ այդ դեղորայքը։ Ինչ են անում։ Պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո COVID-ի ժամանակ մեզ մոտ 2 տարի Առողջապահության նախարարությունը ելնելով իրավիճակից թույլ տվեց չգրանցված դեղերի մուտքը Հայաստան։ Այդ 2 տարվա մեջ իներցիայով շարունակվում է process-ը։ Չէ, չի շարունակվում։ 23 թվականից դա արգելվեց։ Բայց քանի որ դեղը ժամկետային այդ ժամանակահատվածում ու դեղը այնպես չի որ բերում եք 1 օրվա մեջ կամ 5 օրվա մեջ վաճառվում է ինքը ժամանակային հատված է այսինքն կարող է ներկրվի եւ դա մի 2 տարի չվաճառվի այդ քանակությունը երբ որ եկել էր արդեն 21-22 թվականներին հա բավականացրեց որ մինչեւ 24 թվականը անգամ ներառյալ որոշակի չափով 24 թվականի մի որոշակի մաս տվյալ դեղերը ապահովում էին ոնց որ բուժման համար անհրաժեշտ քանակը դրան գումարած այդ դեղերը որ մուտք եղավ հա բժիշկներն էլ էին տեսնում որ դեղատանը կա այսինչ դեղը դեղատանը կա այսինչ դեղը բժիշկները չեն նայում քո մոտ գրանցված այս դեղը թե գրանցված չի այս դեղը բժիշկը ելնելով իր մասնագիտությունից նշանակում է եւ գիտի որ դեղատանը կա բայց եկեք տեսեք վերջի ամիսներին օրինակ 6-7 ամիսը արդեն այդ դեղորայքի դեֆիցիտը այնքան շատացավ Հայաստանի Հանրապետությունում որ գնալով հասել ենք մենք անվտանգության հարցի չկա դեղ ուղակի չկա ինչ են անում բոլորը գնում են Վրաստանի Հանրապետություն Վրաստանից դեղերը առնում են իրանց համար ուրիշ տարբերակ չկա առաջին Վրաստանում գրեթե բոլոր անհրաժեշտ դեղերը կա երկրորդ Վրաստանում շուրջ 30% մատչելի է Հայաստանի Հանրապետությունից դեղերը ոնց ուզում են հաշվարկեն 30-ից 40% Վրաստանում դեղորայքը ավելի մատչելի է քան Հայաստանում Այսինքն հնարավոր էր նաև Հայաստանին ապահովել ենթադրում եմ էլի իհարկե
Այդ դեպքում գուցե այդ օրենսդրական փոփոխություններն են պետք, որ ձեր ասած բերել ու կանգնացրել են պատի առաջ, ու մենք այսպես կանգնել ենք, ու ամեն դեպքում սկսում ենք էլի մեղադրել դեղատանը, բժշկին, մի կողմից ասում եք, այո, բժիշկը պետքա պատմագրություն գրի, իստորիա գրի, նախարարությունն ասում է, այո, պետքա անի, որովհետև ես հոգ եմ տանում իմ քաղաքացու առողջության մասին, այսինքն բժիշկը պետքա գրի հիվանդի պատմագրությունը, պետքա նշանակվի ճիշտ դեղորայք, որը գրանցված է։ Դուք ասում եք, այդ դեղորայքը, որը պետք է պացիենտին, ինքը գրանցված չի, ու այսպես մի հատ քաոսային իրավիճակ է ստեղծվել։ Լավ, ո՞րն է ելքը այս ամեն ինչից։ Միմյանց վրա բարթելով, հա, դեղատուն, բժիշկ, բժիշկն էլ ասում է, ինձ համար դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է, հա։ Հուշում են, որ ընդամենը 2 րոպեի process է, արագ լրացնել դեղատոմս դուրս գրելը, պարզում է, որ չէ բավականին երկարատև է, ո՞նց է լուծվել, այ ո՞նց եք դուք տեսնում այս խնդրի լուծումը։ Տեսեք, լուծման թիվ 1 խնդիրը հագեցվածությունն է, այսինքն դեղորայքը պետք է լինի Հայաստանում։ Դեղորայքը ոնց կարա լինի Հայաստանում։ Շուկան դեղորայքի շրջանառությունը ամբողջովին մասնավոր է, այսինքն պետական կառույցը կապ չունի, այսինքն չկա պետական դեղատուն, չկա պետական արտադրող եւ այլ, դա մասնավորինն է։ Պետությունը բացառապես կարգավորում է դեղերի գրանցվածելիությունը, այսինքն պետք է ապահովի այդ դեղերի գրանցված լինելը Հայաստանի Հանրապետությունում, բայց ստեղ էլ մի հարց ունենք։ Իսկ դեղերը գրանցում են, այսինքն միայն արտադրողն է իր ցանկությամբ ուզում, որպիսի տվյալ երկրում բերի գրանցի այդ դեղը, որպիսի շրջանառվի։ Եկեք տեսեք, որ Հայաստանը, քանի որ նաև ԵԱՏՄ-ում է, իր համար, արտադրողի համար, այդքան էլ ցանկալի չէ մեր փոքր շուկայի համար բերի դեղ գրանցի։ Ինչու՞, որովհետև նույն Ռուսաստանի, օրինակ նույն Ղազախստանի համար իրան ձեռնատու է, որովհետև շուկան մեծ է, այնտեղ գրանցում է եւ այնտեղ շրջանառություն է անում։ Իր մոտ հարց է առաջանում։ Եթե Հայաստանը նույն շուկայում է, ինչի ես նույն դեղը տանեմ համ Ռուսաստանում գրանցեմ, համ բերեմ Հայաստանում գրանցեմ, նույն դեղը։ Այդ հո Հայաստանի Հանրապետությունը, եթե դու տվյալ շուկայում ես, իդեպ գրանցման նորմատիվը, այսինքն գրանցման կարգը 2022 թվականից ԵԱՏՄ բոլոր երկրներում նույնն է։ Այսինքն թե բերեն այդ փաստաթղթերը Հայաստանում ներկայացնեն, թե բերեն այդ փաստաթղթերը ներկայացնեն Ռուսաստանում, թե Ղազախստանում, նույն կարգի շրջանակում պետք է նայի փորձագետը, այլ կարգ գոյություն չունի։ Հիմա հարց, եթե Ռուսաստանում գրանցել են, այդ նույն փորձագետը Ռուսաստանում գրանցել է վերջի վերջո, ու վերջում գրանցել են միասնական գրանցամատյանում։ Ինչու Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում այդ մարմնի կողմից ընդունված գրանցված դեղը։ Ունենք խոչընդոտ, բայց չկա խոչընդոտ։ Ամբողջ խնդիրը այն է, որ տեսեք, կա ԵԱՏՄ օրենսդրություն, կա Հայաստանի Հանրապետության օրենսդրություն։ ԵԱՏՄ օրենսդրությունը սահմանադրության համաձայն գերակա է, որտեղ միջազգային պայմանագրերի հիման վրա եւ այլ։ Իսկ Հայաստանի օրենսդրությունը ասում է, չէ, դու մեզ մոտ է պետք է գրանցես։ Եղբայր, բայց եթե նույն կարգով, նույն նորմատիվով, նույն մասնագետները, հա, բարձրակարգ տվյալ երկրում գրանցել են, դու էլ ինչու ես գրանցում։ Քեզ ավելի հեշտ չի վերցրու ինչ որ այլ նորմատիվային կարգ սահմանի պետ-турքի հարցով եւ այլն եւ իրենց գրանցվածը ճանաչի մեզ մոտ։ Հիմա ԵԱՏՄ-ում գրանցված է շուրջ 8500 անվանում դեղորայք։ Ինչու այդ դեղորայքը, հա, Հայաստանում չեն ճանաչում։ Գուցե նախարարությունը ավելի լուրջ է վերաբերվում մեր առողջությանը։ Միգուցե, բայց այստեղ խնդիրն է, որ գրեթե մեզ մոտ, սենց ասեմ, ներմուծման ժամանակ ես վստահաբար ասում եմ, որ օրինակ լաբորատոր փորձաքննություն չեն անում։ Այսինքն դեղի որակը մեզ մոտ Հայաստանի Հանրապետությունում գրեթե չեն ստուգում։ Ես գրել եմ նախարարությանը մի քանի անգամ գրություններ, որպեսզի տրամադրեն տեղեկատվություն, արդյոք քանի լաբորատորիայի մասին է խոսքը, փորձաքննություն է արվել դեղերի որակի վերաբերյալ։ Տարբեր պատասխաններ
Բացառությամբ չի պատասխանում քանի հատ, ասում եմ, գոնե մի հատ, 2 հատ, 5 հատ, 10 հատ, չէ՞ որ տարեկան հազարավոր դեղորայք է մտնում Հայաստանի Հանրապետություն, հազարավոր, որևէ մեկը փորձաքննություն անում եք, օրինակ այդ դեղը, որ մենք առնում խմում ենք, նույն գլխացավի դեղը կլինի, նույն, չգիտեմ, այլ դեղեր, հա, որը որ խմում ենք, արդյոք այդ դեղը համապատասխանում է իր եղած տվյալներին։ Այսինքն, եթե յուրաքանչյուր դեղ փորձաքննություն էլ չի անցնում, ստացվում է արհեստական խոչընդոտներ են ստեղծվում։ Ներմուծում են։ Արտադրողը արտադրել է։ Կարող է եւ արտադրության մեջ կա խնդիր, եղել է մի խնդիր։ Հիմա բերել է սահմանային կետը անցնում է, բայց դեղը չփորձարկեք, այդ դեղը համապատասխանում է թե չէ։ Վերջիվերջոս մինչև սահմանային կետ անցնելը դեղը կարող է եւ ճանապարհին տարբեր, չգիտեմ, ջերմային ռեժիմների հետ կապված խախտում ունեն։ Օրինակ եմ ասում։ Ունենում ենք, չէ՞ բայց։ Հա, իհարկե ունենում ենք։ Ունենում ենք հստակ։ Բայց ստուգեն վերջիվերջո, հա։ Ստացվում է, որ չեն ստուգում։ Համենայն դեպս չեն պատասխանել, որ մենք ստուգում ենք։ Գոնե ներմուծվողի, չգիտեմ, 10%-ը, 15%, ասեմ ավելին, մի քանի տարի առաջ, եթե չեմ սխալվում, երևի 3-4 տարի առաջ նախկին կառավարության որոշումներում, որով հետո փոփոխություն արին, պարտադիր պահանջ էր, որ ներմուծման ժամանակ տեղի էր ունենում 10-ից 15% լաբորատոր փորձաքննություն։ Դա վերացրին։ Ինչի վերացրին, չեմ կարող ասեմ, բայց այնուամենայնիվ վերացրեցին։ Այսինքն թողեցին տնտեսվարողի վրա, այսինքն տնտեսվարողն է որոշում տվյալ դեղը ենթարկի լաբորատոր փորձաքննության, թե չէ։ Իհարկե տնտեսվարողը չի ուզենա իրան ենթարկի, որովհետև առաջին ինքը երկարացնում է գործընթացը փորձաքննության, երկրորդ պետք է վճարի դրա համար։ Մի դեղի փորձաքննությունը կարող է 40,000-ից մինչև, չգիտեմ, 80,000 լինի։ Մի դեղի փորձաքննությունը։ Իսկ եթե 100 անվանում դեղ է բերում, ասեմ ավելին, նախկին կարգավորումներով օրենսդրական դեղը ներմուծելուց հետո պատասխանատվությունը կրում էր պետությունը։ Այսինքն դեղի որակական պատասխանատվությունը կրում էր պետությունը, քանի որ ինքնա լաբորատոր փորձաքննություն արել, ինքնա թույլտվություն տվել։ Իսկ հիմա փոփոխեցին եւ դա դրեցին տնտեսվարողի վրա։ Այդ որ տնտեսվարողն է իր բերած դեղի համար առեսօր պատասխանատվություն կրե։ Հարց։ Ոչ մեկ։ Իսկ ով այն մարմինը, որը պետք է ենթարկի պատասխանատվության ներկրողին։ Տեսչական մարմինը։ Ըստ էության տեսչական մարմինը պետք է իրականացնի, բայց որպեսզի տեսչական մարմինը դա իրականացնի, դա վարչարության գործընթացը ապացուցողական պետք է լինի, որ գիտեք, այս դեղի որակը տեղը չի, եւ դրա համար պատասխանատու է տնտեսվարողը, ներմուծողը, այլ ոչ թե, չգիտեմ, այլ անձ։ Բայց առեսօր այս վերջի, չգիտեմ, 3-4 տարվա մեջ ես չեմ իմացել որևէ դեպք, որ նման բան լինի, բացարձակ։ Դեղերի մասով հասկացանք, այստեղ խնդիր ունենք, ու այս խնդիրը չի լուծվում։ Ամեն դեպքում ցանկը գոյություն ունի, որից պետք է օգտվի բժիշկը, եւ ըստ նախարարության արդարացման հոգ տանելով պացիենտի իր քաղաքացու մասին, ուզում է, որ քաղաքացին անհարկի դեղեր չօգտագործի եւ առողջ լինի։ Կրկին գալիս ենք բժշկի։ Ինչու չի նշանակում բժիշկը այդ դեղը։ Լավ, այն որը որ կա ցանկում կամ ինչու չեն բարձրաձայնում, որ օրինակ բուժման նպատակով գրանցված այս դեղերը կամ ցանկում արկա դեղերը բավարար չեն բուժման process-ը կազմակերպելու համար։ Բժիշկն է նշանակում դեղատոմսով դեղերը։ Եվ պացիենտը առանց բժշկի ուղղակի իր համար չի գնա դեղատնից վերցնի որևէ դեղորայք, հա, ասի ես գնում եմ սրսկվելու։ Չէ, այտենց բան չի կարա լինի։ Նկատի ունեմ դեղատոմսով դեղորայքը շրջանառվում է դեղատոմսով կամ բժշկի կողմից գրված ինչ-որ թղթային դեղատոմսով։ Հիմա ինչի բժիշկը չի անում դա։ Դրա հետ, ինչպես նշեցի, կան տարբեր պատճառներ, որից մեկը խնդրահարույց է, որովհետեւ ինքը դուրս գրի այդ դեղը։ Երկրորդ կա շատ կարևոր մի հանգամանք։ Շատ բժիշկներ դեղորայքը նշանակում են իր անվանումով։ Իսկ օրենքի կետով պետք է նշես ազդող նյութով։
որպեսզի ազդող նյութով նշես, ազդող նյութով պետք է գնան դեղատուն, դեղատունում առաջարկեն այդ ազդող նյութի տարբեր դեղորայքներ եւ պացիենտը դե որոշում անի, օրինակ, չգիտեմ, վերցնի շվեյցարականը թե բելոռուսականը, որի գնային տարբերությունը կարա լինի 1-ին 10, այսինքն նա լինի 300 դրամ, նա լինի 3000 դրամ։ Ազդեցությունը նույնն է։ Ազդեցությունը նույնն է։ Ազդեցությունը իր ազդող նյութը նույնն է։ Բայց եթե անդրադառնանք մյուս խոսակցությանը, թե արդյոք փորձաքննություն անում են, որի ազդեցությունը որը, դա չեմ կարող ասել, բայց այնուամենայնիվ ըստ անվանումի ազդող նյութը նույնն է դեղի։ Հիմա դա է խնդիրներից նաև մյուսը։ Մյուս խնդիրը կա, որ նորից ցավոք սրտի ոչ մեկ չի բարձրաձայնում, դա բժիշկների կողմից դուրս գրվող դեղերի ցանկն է։ Ինչ է դա նշանակում։ Բժիշկը բուժման համար նշանակում է միգուցե 1-2 դեղորայք եւ դրանից հետո նշանակում է շատ սննդային հավելում, վիտամիններ, սննդային հավելում, որոնք դեղատներում նոր բում է ստացվել վաճառքի համար։ Հիմա որ մտնեք դեղատուն, կտեսնեք, որ դեղատան 50-60% դեղորայք չի վաճառում։ Վաճառում են տարբեր սննդային հավելումներ, վիտամիններ, ինչ որ այլ պրոդուկտներ, հա, որոնք որ բժիշկները նշանակում են։ Եվ այդ պրոդուկտները բնականաբար չկա էլեկտրոնային դեղատոմսին հարիր ցանկում։ Այսինքն, երբ որ բժիշկը պետք է նշանակի որևէ դեղ մեկ անվանում, դե էլեկտրոնային դեղատոմսով, ինքը նշանակում է, որ մի հատ էլ պետք է մնացած դեղորայքը նշանակի առանձին։ Այդտեղ կարող է հակասություն եղնի։ Ինչու՞, որովհետև երբ որ էլեկտրոնային դեղատոմսով դեղը նշանակվում է, այնուամենայնիվ պատասխանատվությունը արդեն բժիշկը կրում է, որովհետև ուշ թե շուտ կարող են տեսնել ինքը ինչ է նշանակե էլեկտրոնային դեղատոմսով, որովհետև համակարգում դա կա։ Իսկ ձեռքի վրա գրածով ոչ մեկ չի կարող դա վերահսկել։ Վերջ-վերջ այդ բժիշկը ինչ գրեց։ Գրեց մի հատ դեղ, թե գրեց մի 3 հատ վիտամիններ։ Տեսեք, այստեղ մի տեսակ շահերի բախում էլ կա։ հա, չէ։ Նախարարությունը մի կողմից կարող է ասել, այո, ես վերահսկում եմ, որ այդ սննդային հավելումները եւ այլն չնշանակվեն, գուցե ինքը գտնում է արդարացումն ունի, որ պետք չի դա պացիենտին, եթե ցանկում չկա, կամ եթե պետք է այդ դեպքում ինչի ցանկում չկա։ Այս դեպքում բժիշկը ոնց պետք է իրականացնի բուժումը։ Բայց քայլերը արվում են, նկատում եք, օրինակ, ցանկը ավելացվում է կամ չգիտեմ, մեխանիզմը հեշտացվում է ավելի բժշկի համար, որովհետև բժիշկն էլ դժգոհում է, որ ինձ համար դա ժամանակատար է, որոշ դեպքերում հագեցվածությունը չկա, ոնց որ մի տեսակ հակասությունների դաշտ ենք եկել, որ համ հոգ ենք տանում պացիենտի մասին, համ էլ խանգարում ենք, որ ինքը առողջանա, որովհետև այդ էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրած այդ ձեր ասած անվանում դեղը չի, այլ ազդող նյութն է, գնաց այդ ազդող նյութով չկա, նորից պետքա հետ գա, նորից բժշկի մոտ, բժիշկը նորից նշանակում անի, ինքը նորից գնա դեղատուն։ Իսկ եթե մարդը ջերմում է այդ պայն թոքաբորբով հիվանդ է, դեղատանը հարցնում են ասում, ուր է քո էլեկտրոնային դեղատոմսը, ինքը ասում է, էդ էլ պետքա լիներ, այսինքն ստացվում է մարդն էլ վերահսկում այս ամբողջ շղթայի մի մաս է դառնում։ Մի տեսակ ես ինքս խճճվեցի, անկեղծ օգնեք ինձ հասկանալ։ Տեսեք, խնդիրը իրականության մեջ այն է, որ պացիենտը ըստ էության պացիենտը պետք է չիմանա էլ ոչ էլ պարտավոր է իմանալ դեղատոմսի հասկացողությունը, ինքը գնում է վերջի բուժման համար բժիշկի մոտ։ Հիմա այդ բժիշկը իրան ոնց է բուժելու, էլեկտրոնային է գրելու, ոչ էլեկտրոնային է գրելու, հեռախոսի մեջ է գրելու, իր համար միևնույն է, ինքը չի հասկանում, իր համար վերջի այդ դաշտը չի կարողանում մտնել, ինքը պետք է այդ տիրապետի ու բժշկին ասի, գիտես, ինձ պետքա դա էլեկտրոնային դեղատոմս տա, ինքը դա չի էլ տիրապետում։ Իր համար միևնույն է, ինքը պետք է առողջանա րոպե առաջ, այսինքն իրան պետք է արագություն լինի։ Նույնը բժշկի համար էլ է թիվ 1 խնդիրը, որ տվյալ պացիենտին արագ բուժի։ Հիմա եթե տվյալ պացիենտին արագ բուժելու համար ինքը կարող է 1 րոպեվա կամ 5 րոպեվա մեջ որոշակի ուսումնասիրություն անելով պացիենտին կամ պացիենտի երեխային, հա, այդ դեղատոմսը դուրս գրի կամ թղթի վրա եւ այլ գրի եւ նա արագության տապ իջնի դեղատուն, որևէ դեղատնից դա գնի, հիմա պետք է նստի,
ասի մի րոպե սպասեք, մի րոպե սպասելուց հետո դա անալիզ է, ասի գիտեք, վերջի այս ամեն ինչը լրացնելուց համար ինձ 30 րոպե ժամանակ է պետք։ Հիմա հերթը դրսում կանգնած է։ Դե բժշկի ազատ չի, որպեսզի ինքը գրի արագ-արագ։ Այդ մինչև էլեկտրոնային դեղատոմսը դուրս գրի, ասում է, ես էլեկտրոնային դեղատոմս արդեն ձեզ դուրս եմ գրել, գնացեք որևէ մի դեղատուն ընդեղից գնեք։ Հիմա այդ պահին այդ պացիենտի օրինակ, հա, ID քարտը մոտը չի, օրինակ եմ ասում։ Հիմա ինքը նորից պետք է գնա տուն, տնից ID քարտը վերցնի, գնա մտնի դեղատուն, ասի գիտեք, ես ինչ անուն ազգանունով սա իմն է, խնդրում եմ ինձ սա տվեք։ Նայում են, հետո ասում են, վայ կներեք, գիտեք, այսքան նայեցի, բայց այս ազդող նյութով ես չունեմ այս դեղը։ Բայց մա որտեղ կա, ասում եմ, չգիտեմ որտեղ կա։ Թող բժիշկը փոխի, հիմա այդտեղ հարցը փոխվում է։ Կամ բժիշկը մեկ էլ ինչ մի քանի պատճառներ եղել են։ Բժիշկը նշանակում է էլեկտրոնային, մեկ է տեսնում են, որ այդ ազդող նյութով նշանակել է դեղ, օրինակ սրսկման համար։ Բայց արի ու տես, պացիենտին ասել է, որ պետք է խմես դու դա։ Նա ասում է, ոնց, ստեղ սենց ասում է, ես քեզ չեմ կարա հաբտամ, քանի որ ինքը նշանակել է։ Ասում է, դե գնա այնտեղ փոխի։ Ասում է, ուր գնամ։ Դե գնա բժշկի մոտ։ Հիմա նորից պետք է գնա բժշկի մոտ, այդ ամեն ինչը փոխի եւ այլն։ Դա ժամանակային, հա, դա տեխնիկական հարցեր է, որը կամաց կփոխվի, բայց համակարգը ընդհանուր չի գործում, վերջի վերջո չի գործում։ Նախարարությունը ինքն է ասում, որ վերջի հարցազրույցների ժամանակ գրեթե 1 տարվա մեջ ընդամենը 110,000 դեղատոմս է գրվել։ Դա գիտեք ինքը մեղադրեց նաև դեղատներին, որ չեն սպասարկվել որոշ մաս դեղատոմսեր։ Հիմա այդ մասով ես արտահայտեմ իմ դիրքորոշումը, որը որ բոլոր դեղատները վստահաբար կարծում եմ կասեն։ Տեսեք, այդ 110,000 եւ ասում են 30 քանի հազար, որը եղել է, տակը մնացել է մոտ մի 60 քանի հազար դեղ, որը դեղատոմս, որը չի փակվել։ Հիմա ես ասեմ դա ինչու չի փակվել։ Այն ժամանակահատվածում, երբ որ 24 թվականի մարտին սկսեցին դուրս գրել, օրական ասում եմ 10,000 հատ, դա մոտ մի 10-15 օր դուրս են գրել։ Այդ ժամանակահատվածում յուրաքանչյուր բժշկին կարող են հարցնել, թե ոնց են դուրս գրել դեղորայքը։ Պացիենտը գնացել է բժշկի մոտ, բժիշկը արագության տակ թղթի վրա գրետվել է։ Ասել է գնաց ընդեղից դեղարակը։ Հետո նոր մուտք է արել։ Հետո գիշերները նստած իրանք աշխատել են, որի մասով շատ բժիշկները անգամ հրապարակային ասեցին, որ մենք ամբողջ գիշերը նստել ենք եւ մուտք ենք արել։ Իրանք եւ որ արդեն մուտք են անում, դա համակարգ։ Դեղատոմսը վաճառվել է, դեղատոմսով որ դուրս են գրել թղթայինի վրա, դեղը վաճառվել գնացել է։ Այդ դեղը մնացել է ծրագրի մեջ։ Չի սպասարկվել։ Ինչի չի սպասարկվել, որտեղ գիշերն է, իրանք շատ հանգիստ գիտեն 5 մատի պես առողջապահության նախարարությունը գիտի, որովհետև իրենք եթե բացում են Արմեդ համակարգը, այնտեղ ժամն էլ է գրում, թե ժամը քանիսին է դուրս գրվել, այո, դեղատոմ, ու կտեսնեն, որ բոլորը ժամը 6-ից հետո է դուրս գրվել, այսինքն աշխատանքային ժամից հետո է դուրս գրվել։ Հո պացիենտը չի գնում գիշերով կամ ժամը 7-ից 8-ից հետո բժշկի մոտ ասում է ինձ մի հատ դեղատոմս դուրս գրի, ես գնամ, ոչ։ Իրանք քաջ գիտեն, որ դա այտենց է, բայց այնուամենայնիվ իրանք դա փորձում են շահարկում են եւ այլն, բայց դա իմաստ չկա, այսինքն դա ոչինչ չի փոխում, միևնույն է, եթե օրական հաշվարկում ենք, ես ներկայացրել եմ, եթե օրական միջինը 10,000 էլեկտրոնային դեղատոմս է գրվել այդ քանի օրվա մեջ, դա նշանակում է, որ այս ժամանակահատվածում մոտ մի 2 միլիոն, 3 միլիոն պետք է գրված եղներ, բայց եկեք տեսեք, 110,000, okay, մենք հանել ենք, որ եթե այդ հաշվարկով է գնում, նշանակում է, որ դաժե ամսվա մեջ մի դեղատոմս չի գրվել, մի բժիշկը, որտեվ 14,000 հոգի բժիշկ ունենք, 14,500 բժիշկ ունենք, դա ակտիվ թողնեն 10,000-ը վերջի վերջո, այդ 10,000 բժիշկը օրը գոնե 1 դեղատոմս պետք է գրի, թե չէ, գոնե 1։ Մարդը փողոցում ալերգիա իր մոտ սկսվել, ու իր մոտ հիմա անաֆիլակտիկ շոկ կլինի, հա, եթե հենց այս պահին չիրականացվի դեղորայքային այդ միջամտությունը։ Կա ապտեկա կողքը, կարան մտնեն վերցնեն, բայց դեղը գրանցված է ցանկում։ Անհրաժեշտ է համապատասխան դեղատոմսը։ Դեղատոմսը այդ պահին չկա ու հասցնել չենք կարող։ Եթե ձեռք ենք բերում, ստացվում է
Օրինակ, եթե դեղատունը վաճառեց, իրեն տուգանելու են, ճիշտ եմ հասկանում։ Ահա, իրեն տուգանելու են։ Եթե չհասցրեցինք, չվաճառեց մեզ վրա այդ դեղը, այս մարդը ընկավ վատ դրության մեջ։ Հիմա ուզում եմ հասկանամ, այս որոշման մեջ եւ այլն կան հաշվի առնված այս կետերը, հա, անհետաձգելի դեպքերի հետ կապված, հետվիրահատական շրջանում շաբաթ-կիրակի օրերի հետ կապված, օրինակ մարդը կարող է խիստ անհրաժեշտություն ունենալ ինչ-որ դեղորայքի, զանգահարում է բժշկին, ասում է, ես ես ինչ վիճակում եմ, բժիշկը բնականաբար կիրակի օրով չի գնալու հիվանդանոց մուտք անի ու դուրս գրի էլեկտրոնային դեղատոմս, բայց պացիենտին այդ պահին անհրաժեշտ է դեղորայքը։ Այս իրավիճակների համար ինչ լուծում է առաջարկվում։ Իրավիճակների հետ կապված ասեմ, որ շատ բազմազան են ու գրեթե լուծում չկա։ Լուծում չկա, որովհետև ներկայացրել ենք նաև ձեր նկարագրած դեպքերից նաև բազմակի այլ դեպքեր, Հա դե հիմա կարող ենք շատ թվարկել, որոնց վերաբերյալ ըստ էության լուծում չկա։ Այսինքն ինքը ասում է, չէ, չոր, եթե գրված է, պետք է տրամադրվի, ուրեմն պետք է տրամադրվի էլեկտրոնային դեղատոմսով։ Այլ տարբերակ չի կիրառվում։ Մենք ներկայացնում ենք, որ նաև լինում է խնդիր, երբ որ արդեն բժշկի մոտից էլեկտրոնային դեղատոմսով իմանալով հանդերձ գալիս են դա առնելու, որը որ երեխայի համար է ու երեխային րոպե առաջ պետք է տրամադրվի, հա, բայց բացում են համակարգը չի աշխատում։ Ասում եք կա, այն ասում եք չկա, ասում եք ինչ անեմ, ասում եք դե տրամադրի, ասում եք չեմ կարա տրամադրեմ, բայց այնուամենայնիվ դեղատներն էլ ելնելով իրավիճակից, քանի որ առաջնային բժշկական օղակ են, դեղատուններն ճարահատված հիմա արդեն տրամադրում են այդ դեղորայքները, բայց այնուամենայնիվ էլի թղթային տարբերակը պահպանվում է որոշակի չափով, դեղատների մոտ պահպանվում է, բայց տեսչական մարմինը վերջի երևի թե մի 6-7 ամիսը մտնում է դեղատուն ստուգումներով բնականաբար, ասում եմ մենք ստացել ենք տեղեկատվություն օրինակ պեկ մարմնից, որտեղ պեկ մարմնում երևում է դու ինչ ես վաճառել, ինչ չես վաճառել, ՀԴՄ կտրոններով եւ այլն, իրանք ուսումնասիրում են առանց որևէ մի բանի, տեսնում են ՀԴՄ կտրոններով, որ դու այսքան դեղորայք ես վաճառել, դե ցույց տուր այսքան դեղատոմսը։ Այդ չկա, այդ դեղատոմսը էլեկտրոնային է չերում։ Ասում է շատ լավ, ամեն մի յուրաքանչյուրի համար 5000 դրամ տվյալ դեղատան պաշտոնատար անձին տուգանում են։ Իմ եղած տեղեկատվություններով երևի գիտեմ մոտավորապես մի 15 դեպք, որոնցից նվազագույնը եղել է, եթե չեմ սխալվում, մոտ 1,5 միլիոն դրամ, իսկ առավելագույնը դեռ 117 միլիոն դրամ։ Տուգանել են առանց դեղատոմսի դեղորայք բաց թողելու համար։ Այս հարց առաջանում, մարդիկ հարց են առաջանում, ասում են, լավ, բա ես ո՞նց անեի, ասում են, պետք չի վաճառել այդ դեղորայքը, ասում են, ո՞նց չվաճառեմ, բա եթե ինքը առաջին, վերցնենք երկու տարբերակ, մեկը որպես բժշկական բնագավառի կազմակերպություն, հա, ինքը առողջապահական բնագավառի առաջնային կազմակերպություն դեղատնային գործունեությունը, ինքը պարտավոր է վաճառելու վերջի վերջո, հա, եւ երկրորդ տարբերակը ուղղվածությունը, հա, ավելի դեղատունը ինքը բիզնես կենտրոն է նաև, այսինքն մարդը դեղատունը բացել է որպեսզի աշխատի սննկալա, դուրս է գալի, որ ինքը պետք է չվաճառի, ինչի պատճառով, որ բժիշկը դուրս չի գրում դեղատոմս, չվաճառի, նստին, սպասի, հետո ժամկետ անցնի, դեղորայքը թափի եւ այլն, ու այդ ամբողջ համակարգը կարող է այս շղթայի չաշխատելու պատճառը գալիս է հենց նրանից, որ հակառակ կողմից են խնդրին մոտենում, այսինքն ոչ թե պետքա դեղատներին մեղադրել եւ տուգանել, այլ քանի որ նշանակողը բժիշկն է, սկսել բժշկից ու բուժ հաստատությունից։ Ինչ կարծիք եք այս մասին։ Չնայած ունենք մշտապես ասում ենք, որ տվյալ հարցը մինչև մտնել դեղատուն, մի հատ բժշկական հաստատություններին դիմեք, բժշկական հաստատությունների բժիշկներից հարցրեք, եղբայրները, հարգելիներս, ինչու չեք գրում դեղատոմս։ Ես ասեմ պարադոքսը, ունեմ գրություն, որը որ դիմել եմ տեսչական մարմնին, խնդրել եմ տրամադրել, թե քանի անձ է տուգանվել եւ վարչարություն իրականացվել դեղատնային գործունեության շրջանակում, քանի անձ է տուգանվել
բժշկական գործունեության հետ կապված էլեկտրոնային դեղատոմսով։ Հիմա ինձ տվեց տեղեկատվություն, որ դեղատնային գործունեության հետ կապված բազմակի տուգանքներ են եղել, իսկ բժշկական հաստատություններով 0։ Այսինքն դուրս է գալի դեղագետներին առանց դեղատոմսի դեղը բաց թողելու համար տուգանում են, բայց բժիշկներին, որ չի գրել այդ դեղատոմսը, չեն տուգանում։ Երկուսի վրա նույն տուգանքն է, ասեմ որ։ Օրենքով կա դա, այնպես չի որ օրենքում չկա։ Օրենքում թե բժշկին են կարող տուգանեն այդ 5000 դրամով, թե դեղատանն են կարող տուգանեն մեկ դեղի համար 5000 դրամով։ Բացի այդից բժիշկների վրա 14500 բժշկի վրա ոչ մի հատ չի տուգանվել։ Տեսեք, ցանկությունս բացարձակ այն չի, որ բժիշկներին տուգանեն։ Մենք հասկացանք, որ խնդիրն է պետք լուծել։ Հասկացանք, որ շատ խնդիրներ կան այդ պատճառով բժիշկը չի կարողանում դուրս գրել։ Ես մտածում եմ, օրինակ այդ դեպքում, եթե արդեն սկսեն բժիշկներին մի փոքր այսպես նեղել, գուցե իրենք բարձրաձայնեն խնդիրը, այդ բոլոր բացերը, որի մասին խոսեցինք, ու ինչ որ քայլ առ քայլ լուծումներ առաջարկվի այս խնդիրներին։ Տեսեք, ցավոք սրտի, ես անդրադառնամ դեղատներին, հետո կանդրադառնամ բժիշկներին, երբ որ նախագիծը շրջանառության մեջ էր 24 թվականի փետրվարին, ես բարձրաձայնեցի տվյալ հարցը, դիմեցի կառավարություն, դիմեցի առողջապահության նախարարություն, ասոցիացիայի շրջանակներում եւ խոշոր ցանցերին դեղատնային ասում էին, որ բոլորը խնդիր եք ունենալու այս հարցով, որովհետեւ ես ելքը տեսնում եի ինչա լինելու արդյունքում, որովհետեւ լինելով երկարատև տվյալ ոլորտի մեջ մասնագիտորեն գիտեի թե արդյունքը ինչա լինելու։ Ասում են չէ, շատ լավ կլինի, թո դեղատոմսով լինի, դեղատոմ ավելի հսկող լինի եւ այլն։ Այն ժամանակ նույն դեղատները չէին ուզում պայքարեն դրա դեմ, որ սխալ է, թերի է օրենքը եւ այլն։ Ինչ տեղի ունեցավ։ Անցավ 3-4 ամիս որոշման կիրառումից սկսեցին տուգանել։ Երբ որ սկսեցին դեղատներին տուգանել, սկսեցին բոլորը ձայն հանել, որ գիտեք, էս եւ այլն։ Հիմա նույնը ես ասում եմ նաեւ առողջնախին տեսականին կիրառեք դա բժշկական հաստատությունների վրա։ Կիրառեք վերջիններից վրա տուգանքը, շատ հնարավոր է վերջիններս ելքը գտնեն, թե ոնց անեն, որպեսզի տվյալ հարցը վերջիվերջո լուծվի։ Այլ տարբերակ չկա, այսինքն իրենք պետք է գործողությունների ավարտը, գործողությունների հիմնական սկզբունքը դնեն բժշկական հաստատությունների վրա։ Դեղատունը տվյալ ամբողջ շղթայից շատ փոքր երևի 5%-անոց մասնիկ է։ Ինչը պացիենտը գալիս է դեղատուն, ասում է, գիտեք, այս դեղորայքը պետք է ինձ դեղորայք են դուրս գրվել, սա էլ իմ տվյալները։ Դեղատան աշխատողը էլեկտրոնային հավաքում է, տեսնում է, կնոպ են սխմում, վաճառում է, եթե կա իր մոտ այդ ամեն ինչը կամ չի վաճառում։ Ի սկզբանե, երբ որ խոսակցությունն էր դեռ էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված, միակ բողոքող կողմը կամ չեմ հիշում, գուցե արդեն որոշումը կայացվել էր, դրանք քրոնիկական հիվանդներն էին, այդ քրոնիկ հիվանդները, ովքեր մշտապես դեղորայքի կարիք ունեն ու գրեթե իրանց դեղորայքը չի փոփոխվում, այսինքն իրենք չեն բուժվելու, գրեթե բան չի փոխվելու, կարող է տարին մեկ այց են կատարում, այնտեղ դոզաների, դեղաչափերի փոփոխություն է տեղի ունենում, ու հետո մի անգամից լռեց այս աղմուկը։ Լուծում տրվեց այս խնդրին, թե ոչ։ Դե մի հատ անդրադառնամ էլեկտրոնային դեղատոմսի հենց խնդրին կարևոր, որ էլեկտրոնային դեղատոմսով դուրս է գրվում մեկ դեղ։ Դու չես կարող մի քանի հատ դեղ դուրս գրես։ Եթե օրինակ պացիենտին այդ պահին պետք է գրես 3 հատ դեղ, դու պետք է 3 հատ տարբեր գրես էլեկտրոնային դեղատոմս։ Եվ պետք է դուրս գրես ըստ կարգի դեղի գրանցված լինելու տուփի քանակով։ Հա։ Դուք չեք կարա օրինակ ոնց ասեմ նույն դեղը, որը որ տուփով համար 30 է, դուք գրեք 300 հատ։ Դուք պետք է գրեք այդ չափը 30 հատ։
Եվ դրանից հետո նորից պետք է պացիենտը գա, որպեսզի այդ դեղորայքը նորից ստանա։ Այսինքն, եթե դուք օրինակ նույն բանին 1 ամսվա բուժում է նշանակվում, հա, գրեցին, չգիտեմ, 60 հատ կամ 90 հատ, հա, դրանից հետո 1 ամիս հետո նորից պետք է պացիենտը նույն գործընթացը անցներ, որպեսզի այդ քրոնիկ հիվանդին նորից նույն դեղորայքը նշանակեին։ Այդ ժամանակ եղավ բանավոր խոսակցություն, որ գիտեք, դուք այն մնացած լաբորատոր կամ մնացած անալիզները ձեզ պետք չի։ Արդեն քանի որ նույնն է, նույն բժիշկը արդեն իմանալով հանդերձ կարող է նույնը արդեն դուրս գրի, որպեսզի դուք գնաք դա ստանաք։ Միակ հեշտ բանը դա էր, բայց այդտեղ նորից խնդիր է առաջանում։ Օրինակ էնդոկրինոլոգիայի ժամանակ չէ, ինքը պետք է անպայման անցնի որոշակի լաբորատոր փորձակնություն ամեն ամիս, որ նորից նշանակում իրականացվի։ Այլ տարբերակ չկա։ Մոտեցեք, անցեք, իսկ մյուս պարագաներում, եթե դեղաչափը չի փոխվում, կարող են այդպես ստանալ, չգիտեմ, փաստորեն մոտավորապես ինչ որ գործընթաց է։ Մոտավորապես գործընթաց է։ Հստակությունը չկա, հստակությունը կորավ, որովհետև շատ անհասկանալի դարավ այդ բանը։ Բայց այնուամենայնիվ որ կորավ, քանակով էլ, քանակապես շատ նշանակել էլ չեն կարող։ Չէ, եթե տուփը տեսեք, երբ որ հաջորդաբար օրենքի եւ կառավարության որոշման իմաստը կարդում ենք, հա, ինքը դեղը պետք է նշանակվի գրանցված դեղ։ Դրանցված դեղերը գրված են ըստ իրենց արտադրանքի։ Եվ այդ քանակով պետք է նշանակվի։ Հա, բնականաբար այնտեղ սրվակը եթե մի հատ է, իր բուժման կուրսը այդքան է։ Ինքը այդքան կարա նշանակի, ավել չի կարող նշանակի։ Ինքը չի կարող օրինակ նշանակի, չգիտեմ, նույն սրտանոթայինի հետ կապված վերցնի 500 հաբ նշանակի, չէ։ Սահմանափակ քանակ գոյություն ունի, որ ինքը կարող է նշանակել։ Կներեք, առիթ ունեցել եք այս խնդիրները բարձրաձայնելու որպես իրավաբան, որպես անկախ դեղատուների ասոցիացիայի նախագահ, ինչպիսին է եղել պատասխանը ձեզ այս խնդիրների շուրջ։ Այս խնդիրների հետ կապված նույն օրենքի նախագիծ, կառավարության որոշման նախագիծը դեռ չմտած, այսինքն երբ որ էլեկտրոնային հարթակում արդեն արկա էր նախագիծը, դա անցած տարվա փետրվար ամսին էր, բազմիցս այդ ժամանակահատվածից սկսած բազմիցս խնդիրները հատ առ հատ կետերով ներկայացվել է թե առողջապահության նախարարություն, թե կառավարություն, բազմակի հանդիպումներ է եղել թե առողջապահության նախարարության հետ, թե Արմետ համակարգի աշխատակիցների հետ, որոշակի ուղղվածություններ են տվել, որ կա խնդիրներ այս հարցերը լուծելու համար, բայց այնուամենայնիվ ինքը էական խնդիրները լուծում չտրվեց։ Եվ ինչ տեղի ունեցավ, մոտ մի ամիս հետո, հա, կամ 2 ամիս հետո, արդեն ոնց որ գործընթացը սառեց եւ ինչպես մնացած գործընթացը, բոլորը մտածում էին, որ սա էլ սառեց։ Այսինքն նկատի ունեմ նույն աղի պատմությունը, նույն ծխախոտի պատմությունը, հա, որը որ օրենքի շրջանակում մտավ շրջանառության մեջ, բայց կիրառությունը չեղավ։ Բայց հետո այնպես ստացվեց, որ արդեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին 24 թվականի սկսեց վարչահարությունը, սկսեցին դեղատներին տուգանել։ Դրանից հետո նորից խնդիրը բարձրացրեցինք, նորից հանդիպում տեղի ունեցավ, ասեցինք, որ չի կարելի նման ձևով, ասեցին, այս հարցին լուծում կտանք, կփորձենք լուծում տանք եւ այլն, ու տենց շարունակվում է առ այսօր։ Ամեն 2-3 ամիսը մեկ տուգանքները բարձրանալով հանդերձ, հա, մենք փորձում ենք բարձրաձայնել, բայց ինչպես ասում են, սելը տեղից կարծես չի շարժվում։ Բացառապես միայն խոսակցական ձևով։ Ասում են, որ տվյալ հարցը այո, խնդիր է, պետք է լուծենք։ Հանդիպում է եղել ազգային ժողովում, հանդիպում է եղել առողջապահության նախարարությունում, հանդիպում է եղել այլ հարթակներում, հա, բայց այնուամենայնիվ խնդիրը չի լուծվում։
փաստացի չի Ձեր լուծվում։ խոսքում ի սկզբանե նշեցիք, որ դեղատնային գործունեությամբ զբաղվող մարդիկ ավելի քիչ տագնապած էին օրենքից, ու ստացվում էր, որ այո, հենց սա իշահ պետքա ծառայի, հա, որովհետև դեղատան գործը ավելի պետքա հեշտանար, գար էլեկտրոնային դեղատոմսը դուրս գրվեր դեղը, ու այսպես խնդիրը ավելի հեշտանար, բայց պարզվում է, այս ամեն ինչը պատուհաս դարձավ հենց դեղատների համար։ Երբ որ սովորական դեղատոմսով էին գալի, խնդիրը ինչպես էր, այդ դեղատոմսը պետք է հավաքվեր։ Դեղատոմսը հետո պետք է հաշվառվեր ամսական։ Դեղատոմսը հետո հաշվառելուց հետո մի 2-3 ամիսը մեկ օրենքի կետով ոչնչացվեր։ Այսինքն դու այդ գործառույթն էր տանում թղթային տարբերակով։ Հիմա դեղատան աշխատակիցը կամ դեղատան պատասխանատու անձը մտածում է, որ էլեկտրոնային է դառնա եւ իր համար ավելի հեշտ է այդ համակարգում կա էլ թղթային չի պահի, թղթը չի գցի, թղթը չի ճղվի եւ այլն եւ այլն։ Պացիենտը կգա կասի, գիտեք, ես ինձ օրական է պետք, հա, այդ թղթի վրա չի գրի 1 տաբլետ կա կամ 1 սրվակ ինքը տա, ինքը միանգամից այն նույն դաշտում կգրի, ես վաճառեցի 1 հատ, ասենք, այդ ամբողջը ավելի էլեկտրոնային իրանց համար իրենք գտնում են, որ դա ավելի հեշտ է։ Դա նկատի ունեմ դեղատների այն հատվածը, որոնք էլեկտրոնային, այսինքն համակարգչային հագեցվածությունը շատ լավ էր, համապատասխանում էր, բայց կար նաև բացասական, մենք ստացել ենք այդ ժամանակ բացասական խնդիրների մասին, որ օրինակ ռայոններում, օրինակ գյուղերում դեղատուն կա, համակարգիչը մի կերպ աշխատում է, ինտերնետ չկա եւ այլ, ոնց պետք է ինքը կպներ այդ ցանցում։ Վերջի վերջո այնտեղի խնդիրները լրիվ այլ է, օրինակ գյուղական համայնքում մի հատ դեղատուն կա, գյուղի բնակիչը գնում է, հասնում է իրանց այդ հիվանդանոցը կամ չգիտեմ, պոլիկլինիկան եւ այնտեղից ստանում է այդ էլեկտրոնային դեղատոմսը, գալիս հասնում է դեղատուն, արյուտես այդ դեղատունը չկա։ Հիմա նորից մի տասնյակ կիլոմետր պետք է գնա այլ դեղատուն, որպեսզի դա գտնի։ Այդ խնդիրներն էլ կային, կամ այդ պահին ծրագիրը չի աշխատում, ինքը չի կարա տրամադրի։ Այդ խնդիրներն էլ ծայրամասերից էին, հա, ծայրամասերի խնդիրն էին բարձրացնում։ Այդ խնդիրն էլ կար։ Դրա համար այն սկզբի ժամանակ կային եւ դրական եւ բացասական արտահայտվողներ, բայց արդյունքում ստացվեց այնց, որ այս ամեն ինչը դուժեց միայն դեղատների պատասխանատուները։ Ավելին հիմա վարչարության հետ կապված հիշեցի, որ եղել են տարբեր դեպքեր։ Օրինակ նույն ընկերությանը տուգանել են մեկ անվանում դեղի հետ կապված, իսկ հետագայում սկսել են այդ մեկ անվանում դեղի հետ կապված քանակային առումով տուգանել։ Դրա համար, ասենք, շատ մեծ տարբերություն է տվել տուգանքի։ Ու այդ տուգանքներով հանդերձ կարող է ուղղակի այդ դեղատները սննկանան, որովհետև 15 միլիոն դրամ տուգանք գրելը դեղատան վրա, դա աբսուրդ է։ Թեկուզ ես մի քանի հատ դեպք գիտեմ, որ 15 միլիոն, 14 միլիոն, մի դեղատան մնացորդն է հազիվ 15 միլիոն, 20 միլիոն, այսինքն դուք այդքանի տուգանք ա դրվում եւ եթե ինքը կարողանա տա վճարի, կվճարի, եթե չի կարող վճարել, ինքը բանկրոտի կդրա, կսննկանա ուղղակի։ Տեսեք, ենթադրում եմ, որ այս փորձը կիրառած երկրներ կան։ Իհարկե։ Ովքեր հաջողությամբ հաղթահարել են այս բոլոր խնդիրները, ինչի չենք օգտվում այդ փորձից եւ մեր խութերը, մեր բաստողումները լրացնենք եւ շտկենք։ Պետք չի, չէ՞, հեծանիվ հայտնաբերել։ Ինչի էս գործընթացը տեղի չի ունենում։ Տվյալ հարցով ես միշտ շատ հեռու չեմ գնում, բերում եմ մեր հարևան Վրաստանի փորձը։ Ինձ էլ երբեմն նույն ոլորտային, այսինքն առողջապահության նախարարություն եղել, ասում են դուք միշտ Վրաստանի գովքն եք անում, ասում գովքը չեմ անում, ես փաստ եմ ներկայացնում, որը որ այս իրավիճակը, նույն հիմա որ իրավիճակում որ եղել է տվյալ պահին Հայաստանի Հանրապետությունը դեղորայքի շուկայում, երևի 6-7 տարի առաջ Վրաստանում էր։ Ասեմ ավելին, ես հիշում եմ, որ Վրաստանից գալիս էին, Հայաստանից բազմակի դեղեր էին տանում Վրաստան, որտեղ այնտեղ դեղ չկար։ Այնտեղ էլ նույն պատմությունն էր։ Իրանց մոտ նոր մտնում էր այդ ապահովագրական համակարգը եւ այլ, իրանց մոտ կարգավորում էր այդ դեղորայքը խնդիր ունեին, չէին կարողանում լուծեն։ Ինչ արեցին, վերցրեցին, օրենսդրական փոփոխություն արեցին, սովորական երևույթ։ Դեղերի մասին օրենքը փոխեցին, ինչ արեցին։
ընդունելի դարձրեցին եվրոպական, ամերիկյան, ճապոնական դեղերը պարզեցված կարգով գրանցել։ Ինչ է նշանակում պարզեցված կարգով գրանցել։ Այսինքն, եթե տվյալ դեղը գրանցված է Եվրոպայում, արտադրողը բերում էր Եվրոպայի գրանցված հավաստագիրը ընդամենը, տրամադրում էր տվյալ կառույցին, վճարում էր իր պետական турքը, որը որ մի 3 անգամ Հայաստանից բավական մատչելի էր, եւ այդ դեղը երևի 10-15 օրվա մեջ գրանցվում էր Վրաստանում։ Իրանք չեն անում փորձաքննություն։ Ասում էին, եւ իրանք հասկանում են, որ եթե Եվրոպան կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ Ճապոնիան այդ նույնը փորձաքննություն է արել, ես ինչը նորից փորձաքննեմ։ Ինձ բավական է, դա Վրաստանն ասում։ Ինձ բավական է, որ այդ տվյալ դեղը արդեն իրանց մոտ գրանցված է։ Այսինքն դեղը անհայտ ծագման չի, փորձաքննություն չի կարա անհայտ ծագման, իհարկե, չի կարա նման բան լինի։ Դրա համար իրանց մոտ ստացվեց, որ հիմա այսօրվա դրությամբ արդեն 8000 անվանում, ավելին մի հատ էլ զուգահեռ ներմուծված եւս 3000 անվանում։ Իրենց մոտ հաստացի, եթե շրջանառվում է գրեթե 11-12000 անվանում դեղորայք եւ ավելին ավելացած արժեքի հարկը չկա եւ դեղորայքը դրա պատճառով էլ մոտավորապես Հայաստանի Հանրապետությունը 30-40% մատչելի է։ Ավելին ես ցուցանիշով տրամադրել եմ թե կառավարությանը, թե առողջնախին, որ Վրաստանում շրջանառվող դեղերի շուկան 3 անգամ Հայաստանից շատ է։ Դա բերում եմ ապացուցում էի նրան, որ շուկայի առնվազն 20%-ից ավելին Վրաստանի շուկայի Հայաստանի քաղաքացիներն են գնում։ Եթե չեմ սխալվում, բնակչությունը մոտավորապես 20%-ի տատանում տակ չտա, 20 թե 23% է, իրենց մոտ 3-8 միլիոն է, մեր մոտ 3 միլիոն, մոտավորապես, բայց արի ուտես մեր մոտ դեղերի շրջանառությունը տարեկան, եթե չեմ սխալվում, 130 միլիոն դոլարի է հասնում, իսկ իրանց մոտ 450-ը անցնում է։ Ու ամեն տարի աճ է տեղի ունենում։ Ես ասում եմ, որ աճը Հայաստանի հաշվին է։ Դե հա, եթե դեղորայքը, տեսեք, եթե դեղորայքը նշանակված է, մարդու բուժման համար անհրաժեշտ է, հաստատ դա ձեռք կբերվի ու հարևան Վրաստանն մոտիկ եւ ոնց լինի հորեղբոր տղան, մորքուրի աղջիկը եւ այլն բազգակից բարեկամ այցելում են եւ այսպես փոխանցում են։ Պեկի հայտարարությունները, Պեկը գրեթե ամեն ամիս հայտարարում է, որ բռնել ենք ապօրինի ներմուծվող դեղերի խմբականակ Վրաստանից, բռնել ենք ապօրինի ու տարբեր խմբականակով, եթե խմբականակ մեծի մասին է խոսքը, փոքրի մասին չի խոսքը, այդ մեծով եթե Պեկը ամեն անգամ հրապարակում է դա նշանակում է, որ մեծ խոսք կա, դա նշանակում է, որ տվյալ դեղորայքը անհրաժեշտ է այստեղ, վերջիվերջո հաց չեն բերում ընտեղից, բորժոմի չեն բերում Վրաստանից, դեղորայքն են բերում, ասեմ ավելին, մեր օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքով, յուրաքանչյուր քաղաքացին կարող է յուրաքանչյուր երկրից 5 անվանում դեղորայք, ամեն մեկից 3 հատ, առանց որևէ խոչընդոտի իր սպառման համար ներմուծը կամ իր բարեկամ։ Այդ նույնը բոլոր տեղերից հիմա որ Վրաստանից տեղափոխվող եկող Հայաստան մարդկանց մոտ որ ունեն, բոլորը դեղ են բերում։ Իրանց անձնական օգտագործման։ Մյուս Վրաստանի սահմանի վրա, այսինքն Վրաստանի սահմանում մոտավորապես երևի մի 3 կիլոմետրի վրա կարելի է նայել, որ բազմաթիվ դեղատներ են բացվել։ Դե եկեք նայեք Հայաստանից այս կողմ սահմանի վրա որտեղ դեղատուն կարակ գտնեք։ Նշանակում է մեր բնակչությունը գնում է սահմանը անցնում է, այնտեղից դեղ առնում գալիս է։ Դա իրականություն է, դա փաստ է ուղղակի։ Չի կարելի դա շղթել։ Հետո ասում են մեր գումարները ուրա գան, տանում ենք Վրաստանին ենք տալի։ Այդ դեղերը արդեն փորձաքննություն անցած դեղեր են, անհայտ ծագման չեն, ինչ որ մեկի պատվալում չեն սարքվել։ Ինչն է խնդիրը վերցնել, գրանցել, բերել, օրինականացնել, օրինական վաճառել այստեղ, համ էլ մեր տնտեսությունը կզարգանա, մեր տնտեսվարողը կաշխուժանա մի փոքր, տենց
ֆինանսներ կպտտվեն, անհասկանալի, ասեմ ավելին, կչանան։ նույն դեղերի գրանցման հետ կապված փորձաքննությունների լաբորատոր շատ կարևոր հանգամանք է, հա։ Մեզ մոտ լաբորատոր փորձաքննությունների, եթե վերցնենք չափանիշները ընդհանուր միջազգայինորեն ընդունված մոտ 35 թե 36 է, Հայաստանում կարող են ստուգել 12-13-ը, այսինքն դեղի որակի հետ կապված չափանիշները այդ 12-ն են ստուգում։ Այսինքն դեղի գրանցման ժամանակ կլինի, ներմուծման ժամանակ կլինի, ինչի ժամանակ կլինի, դրանից ավել չեն ստուգում։ Հիմա հարց է առաջանում միջազգայինորեն ընդունված համաշխարհային խոշոր ընկերությունները դեղ արտադրողները։ Հիմա այդ ընկերությունների, եթե բյուջեն Հայաստանի բյուջեից մի քանի անգամ մեծ է, եթե ընկերությունների, ասենք, հագեցվածությունը, հա, ամեն ձևով շատ գեր հագեցվածություն ունի հիմա համաշխարհային մասշտաբով, այդ դեղերը ինչու՞ չէ գրանցում Հայաստանում հարց։ Խոշոր կազմակերպությունները բերում են ուզած ասում են լավ, մենք ուզում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում տվյալ դեղը գրանցվի։ Բերում են տվյալ դոսիե կոչեցյալը տրամադրում են փորձագիտական կենտրոնին։ Փորձագիտական կենտրոնը օրենքի կետով տրված է, որ օրինակ 135 օրվա մեջ պետք է գրանցի դա։ Մյուս կետով տալիս է, ասում է 10 օրվա մեջ պետք է տվյալ դոսիեն ուսումնասիրի եւ դիրքորոշում հայտնի, թե այնտեղ ինչն է բացակայում։ Ինչ է տեղի ունենում։ Վերցնում են դոսիեն, անցնում է մի քանի ամիս, երբ որ մոտիկանում են այդ կառավարության որոշումում նշված ժամկետին, մնացել է 10 օր։ Մի հատ անհասկանալի նամակ են գրում տվյալ ընկերությանը, այդ ընկերությունը ինչ նամակ է։ Ինչի մասին է խոսքը։ Ու սկսում են այդ նամակագրությունները։ Դրա պատճառով սկսում են ասում են լավ, դուք ես ինչ եք ուզում։ Մենք խոշոր էսենց ընկերություն հանդիսանում բերենք, ձեզ տվենք, դուք ինչ որ մի անհասկանալի մեզանից բան եք ուզում։ Այդ պատճառներից ելնելով նաև փակվում են։ Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի փորձես այդ ընկերություններին բերես, բոլորը պետք է շահագրգռված եղնեն։ Շահագրգռվողը կամ կազմակերպություն է, կամ անհատ է, որ ցանկանում է ինչ-որ բիզնես ծրագրերով դա իրականացնել։ Այլ տարբերակ չկա։ Հիմա փորձում են ինչ-որ ձևերով դա բերում են ու հետո տեսնում են, որ սենց խնդիրներ կա, ասում են լավ, դուք էլ ձեր խնդիր չկա, մենք թողում ենք գնաց։ Շուկան շատ շահագրգռված լինեն։ Ես ասեմ, եթե գրանցված ցանկից հանեն այն կարևոր դեղորայքը, որը որ մրցույթով պետությունը առնում է, մեր կտեսնեք, որ այնտեղ համարյա դեղորայքի կարող է չմնա։ Դա այլ խնդիր է, այլ շուկա է։ Հիմա հարց է առաջանում, պետք է բարձրաձայնել, ուրեմն բարձրաձայնել։ Ինչպես է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունում քաղցկեղի դեղերը 3 անգամ գրեթե թանկ են, քան կողքի հանրապետությունում։ Ոնց։ Նույն դեղը արտադրվում է եւ Հայաստան է ներմուծվում, օրինականության մասին է խոսքը։ Դեղատանը միտեղ դեղատանը վաճառում է միլիոն, չգիտեմ, 200-ով, հարևան հանրապետությունում նույն դեղը նույն սերիայով, նույնը, որևէ բան տարբերություն, վաճառվում է 2 անգամ մատչելի։ Ոնց։ Ասեմ ոնց, որովհետև հաշիվ ապրանքագրով այնտեղ արտադրողը ուղակի վաճառում է Հայաստանին, բայց այդ եկող դեղի 90%-ը պետական մրցույթի է գնում։ Այդ գներով։ Դա թեմա է, որը որ ոչ մեկ չի ուսումնասիրում։ Ոնց է ստացվում, որ հարևան հանրապետությունում դա 2 անգամ էժան է։ Եք ոնց է ստացվում, որտեղ այնտեղ ազատակացրել են։ Այնտեղ չեն նայելու, թե դեղը մեր օրենքի համաձայն, գիտեք, դեղը որ գրանցում են, ինքը փաթեթով է նաև գրանցվում։ Այսինքն այդ փաթեթը տարբերություն տվեց, նշանակում է չգրանցված է։ Իսկ Վրաստանը տենց չի անում։ Վրաստանում ասում են հարգելի արտադրող, քո դեղը որտեղ դու որ արտադրում ես, կապ չունի, ինչ չի հետաքրքրում։ Այդ անվանում դեղը գրանցված է համարվում Վրաստանում։ Իսկ Հայաստանում ասում է դու ինչ տուփ տվեցիր,
այդ դեղը միայն այդ տուփով է գրանցված լինում։ Եթե վրան մի բան փոխվեց, դա գրանցված չի, դա պետք է փոխես, նորի վերագրանցում անես, տուփի նոր թույլատրենք ստեղ շրջանը։ Այդ դրա պատճառով արտադրողները օգտվելով առիթից Հայաստանում գրանցում են առանձին տուփով, որը տարբերվում է եւ թելադրում են իրանց գինը։ Որտեւ ուրիշը չի կարող այլ տեղից բերել այդ տեղը, հենց բերի դառնում է չգրանցված, չեն թույլ տա, որպեսզի ներմուծվի։ Մի խոսքով։ Այսինքն այստեղ էլ խնդիր ունենք։ Վայ այնքան ամբողջ այդ ոլորտը այնքան խնդիրներ կա, որ չգիտեմ, չնայած շատ հեշտ է լուծել, ասում եմ ազատականացնել է պետք։ Գրանցել եւ ազատականացնել։ Ոնց որ Վրաստանում է, իվ ամեն ինչ շուկան կբերի տեղը։ Նույն այդ բանի ժամանակ Կովիդի ժամանակ, երբ որ սկսեցին ազատ թույլատրել անհրաժեշտ դեղերի քանակությունը 22-23 թվականներին, շուկան աշխուժացավ դեղերի եւ անգամ գները բավականին իջավ։ Բավականին։ Հիմա նորից թանկացում է։ Հիմա նորից թանկացավ, հիմա ավելի է թանկանալու։ Շնորհակալություն մեզ հյուրին Շնորհակալություն կազմելու համար, ավելի։ շնորհակալություն այսքան տեղեկատվություն տրամադրելու համար։ Հուսով եմ, որ այս խնդիրները մոտ ժամանակում գոնե կիրառելով այլ փորձերը կլուծվեն։ Շատ լավ է լինելու։ Շնորհակալություն հրավերի համար։